Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր նոյեմբերի 9։ Երկնային պատկեր։ Շնորհակալություն Աստծուն, որ տվավ մեզ հաղթություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը։ Առաջին Կորինթացիս 15-րդ գլուխ 57-րդ խոսք։ Շատ հավատացյալներ ամեն օր մեջբերում են այս խոսքը, այն կիրառելով իրենց փորձությունների և տառապանքների համար։ Սակայն այն համատեքստը, որում Պողոսը ներկայացնում է այն, ենթադրում է ավելի խորը իմաստ։ Ընդամենը երկու խոսք առաջ Պողոսն ասում է. «Մահն ընկղմվեցավ հաղթության մեջ, ով մահ, ուր է քո խայթոցը, գերեզման, ուր է քո հաղթությունը»։ Խոսքի 54-55։ Պողոսը գունեղորեն խոսեց երկնքի իր ցանկության մասին։ Նա գրեց. «Գիտենք, որ եթե մեր վրանի երկրավոր շինվածքը քանդվի, աստվածանից մի շինվածք ունենք, անձեռագործ մի տուն, որ հավիտենական է երկնքում, և հենց սրանում հառաչում ենք ցանկանալով հագնել մեր այն բնակությունը, որ երկնքիցն է»։ Երկրորդ Կորինթացիս 5-րդ գլուխ 1-2 խոսքեր։ Այնուհետև առաքյալը ավելացնում է. «Բայց վստահ ենք և ավելի ընտրում ենք այս մարմնիցը դուրս գնալ և Տիրոջը մոտենալ»։ Խոսք 8։ Պողոսի խոսքերում Տիրոջ ներկայության մեջ երկնքում լինելը հավիտյան մի բան է, որը մենք պետք է ցանկանանք մեր ամբողջ սրտով։ Երբ մտածում եմ այս մասին, մի հիասքանչ պատկեր է գալիս մտքիս։ Նախ պատկերացնում եմ Տեր Հիսուսին, ով նկարագրում է մի հսկայական հավաք, երբ հրեշտակները կժողովվեն նրա ընտրվածներին 4 հողմից, երկնքի ծայրերից մինչև նրա մյուս ծայրերը։ Երբ այս բոլոր ամբոխները հավաքվում են, ես պատկերացնում եմ միլիոնավոր փառավորված երեխաների, որոնք երգում են Տիրոջը Ովսաննա։ Ապա գալիս են բոլոր նահատակները աղաղակելով «Սուրբ, Սուրբ, Սուրբ»։ Վերջապես հզոր որոտ է լսվում Հիսուս Քրիստոսի եկեղեցուց, որտեղ շատ ազգեր և ցեղեր փառաբանում են իրենց Աստծուն։ Ձեզ կարող է անհավանական թվալ, բայց Պողոսն ինքը վկայեց այս մասին։ Երբ հավատարիմ առաքյալը հափշտակվեց երկինք, նա անասելի բաներ լսեց, որ մարդի պետք չէ նրանց խոսել։ Երկրորդ Կորինթացիս 12-րդ գլուխ 4-րդ խոսք։ Ես հավատում եմ, որ նրան թույլ տրվեց համտեսել Աստծուն ուղղված երգերն ու փառաբանությունը նրանց կողմից, ովքեր ցնծում էին նրա ներկայությամբ։ Դա այնքան փառահեղ ձայներ էին, որ Պողոսը կարող էր լսել դրանք, բայց ոչ կրկնել։ Թող որ այս խոսքերը լինեն համտեսում նաև մեր համար, որ էլ առավել փափագենք ապրելու այն ամբողջությամբ։